Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5-շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանին։ Բարև ձեզ, պարոն Պուլուզյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի։ Պարոն Պուլուզյան, կուզենայի ձեզ հետ այսօր խոսեինք օրվա մեջ արցախյան հարցի արծարծումներից։ Արդյոք բավարար են դրանք, արդյոք բավարար են այն աշխատանքները, որ արցախյան խնդրի առնչությամբ այսօր տարվում են։ Նկատի ունեմ դիցուկ ասենք դաշնակցության կազմակերպած համաժողովները, քննարկումները, հայդատի ուղղությամբ տարվող աշխատանքները, պակասող բան կա կարծես, ինչ-որ մի հարթակ է մեզ պակասում, որպեսզի հարցը դառնա միջազգային քննարկման առարկա կամ միջազգային հարթակի քննարկման առարկա։ Բնականաբար պիտի ասեմ բավարար չէ։ Ամեն բոլոր աշխատանքները, որ ուզենաս ավելի լավին ձգտես, պիտի այսօրվա վիճակից բավարարություն չստանաս, որ ավելի կարողանաս կատարելագործել քո նպատակին հասնելու համար։ Այսօր մեր հայդատի գրասենյակները, դաշնակցության գրասենյակները, դաշնակցության կառույցը բավականին լուրջ, բավականին տքնաջան, ամենօրյա, մարմանդ աշխատանք է տանում։ Սփռված բոլոր աշխարհի բոլոր ծայրերում, սկսած Ամերիկայից, Եվրոպայից, սկսած Միջին Արևելքով, բոլոր տեղերում մեր հայդատի գրասենյակները այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում։ Բազմաթիվ նամակներ, բազմաթիվ հորդորներ, բազմաթիվ հանդիպումների կազմակերպում, ունենք որոշ հաջողություններ, ունենք որոշ հույսեր, որ այսինչ կամ այնինչ ատյանում, այսինչ կամ այնինչ խորհրդարանում մեր հարցը արձարծվի։ Արցախի հարցը մնա միջազգային օրակարգում։ Բայց մեր համար ամենամեծ խոչընդոտը այսօր Հայաստանի իշխանությունների, ԿՊԱ-կան պատգամավորների եւ ինչու՞ չէ նաեւ արտաքին հարաբերություններում Հայաստանի որդեգրած ուղղությունն է։ Շատ ներողություն, ես ասպիսի մի բան, եթե չկա պետության աջակցությունը, որովհետեւ հիմա մատնանշեցիք իշխանություններին այս հարցում, եթե չկա աջակցությունը, եթե այս իշխանությունները համարում են, որ արցախյան հարցը փակված է եւ արցախցիների իրավունքների հարցը փակված է, իսկապես շատ դժվար է լինելու ընկալում առաջացնել արդեն օտարների մոտ։ Այո, դա է, հիմնական ասեցի խոչընդոտը դա է, հենց դա է։ Այդ քաղաքականության այդ որդեգրած ուղու շնորհիվ հետևանքով մեր գործերը ոչ թե չասեմ ձախողում է, այլ բավականին մեծ խոչընդոտների է հանդիպում։ Վերջերս բացահայտորեն նաև տեսանք եվրոպական պատգամավորների այստեղ ներկայությունը եւ այդ բանաձևի վերադարձի հարցը, արծարծող բանաձևի դեմ քվեարկությունը, որը հենց Հայաստան խմբակցության կողմից, դաշնակցական պատգամավորների կողմից առաջադրվել էր որպես բարեփոխում, դրանից մի ամիս մոտարպես մի ամիս ու կես առաջ նաև մեր միջոցով մեր պատգամավոր բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի միջոցով ուրեմն արծարծված բանաձևը Բաքվի այցելության եւ Բաքվում մեր գերեվարված հայրենակիցների այցելություն կազմակերպելու համար նաեւ էդ էլ ձախողեց, որտեղ ԿՊԱ-կան պատգամավորները այդ հարցը օրակարգում չունեն։ Հասկանալի է։ Վերջերս Հայաստանի վարչապետը հանդես եկավ մի հայտարարությամբ, տառացիորեն 3 ազգային ժողովում հայտարարությամբ, որ Ալիևի հետ, Ադրբեջանի հետ հարաբերությունների լավացման պայմաններում միայն կարելի է լուծել գերիների եւ ռազմագերիների հարցը։ Ես ինչքան նայում եմ, ասենք Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների այնպիսի լավացում չեմ կարողանում պատկերացնել, որ ի վերջո այդ հարցը լուծվի։ Նկատի ունեմ տարբեր իրավիճակներ, ընդհանուր Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները եւ այլն, նրանք կարծես այդ ուղղությամբ չեն շարժվում։ Ինչ հույս ունի Հայաստանի իշխանությունը, երբ փորձում է ինչ որ այս հարցի կարգավորումներ գտնել,
որտեղ գերիների վերադարձն էլ ինչ որտեղ նաև խաղաղության հարցի հետ է կապվում, ինչ որտեղ նաև արցախցիների իրավունքների հետ է կապվում, ինչ հույս ունի Հայաստանի իշխանությունը։ Նախ եւ առաջ այսպես ասեմ, այս օրակարգը, որ հիմա ԿՊԱ-ականների կողմից, Փաշինյանի կողմից մեջտեղ է բերվել, ուրեմն խաղաղության օրակարգը առանց փոխվստահության, առանց այդ մթնոլորտի, որ հասարակության մեջ, հանրության մեջ տիրի, որ հնարավոր է այդպես ապրելը անհնարին է։ Եվ դրա համար ուրեմն առաջի հերթին այդ փոխվստահության առաջին քայլերից մեկ կարող է համարվել հենց գերիների ազատման հարցը։ Բայց դա Ադրբեջանի կողմից պահվում է միշտ ավելի որպես լծակ եւ մյուս կողմից լծակ եւ այսպես հիմա այդպես նախատեսվում է կամ այդպես խոսակցություններ կա, այդպես լրատվության մեջ որոշ պարագաներին սփռթվում է, որ ուրեմն նախքան ընտրությունները Փաշինյանին նվեր կանի որպես կրեդիտ, որպես 1-2-ի ազատումը, քանիսի ազատումը եւ Փաշինյանը դա կսարքի դրոշ, որ տեսեք ինչքան լավ բարեկամական իրավիճակ է ստեղծվել։ Դրանք ամենը քարոզչական, դրանք ամենը քաղաքական պասերի, Ալիև Փաշինյան քաղաքական պասերի շրջանակում են կատարվում։ Հիմնական հարցերն է, որ այն բանի համար, որ դատվում են մեր գերիները, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, դա է հարցը, ինչի համար են դատվում։ Թեև ներում շնորհվի, թեև վերադառնան, բայց այդ դատվելու առիթը հենց Հայաստանին դատում են։ Այսօր Հայաստանին դատում են Ադրբեջանի բանտերում։ Դրա դեմ պայքարն է։ Գերիները, այո, գերիների ազատումը մեր համար շատ կարևոր է, բայց նաև այդ էությունը պիտի նկատի ունենալ։ Ինչու են դատվում։ Դատվում է Հայաստանը որպես ագրեսոր։ Եվ միջազգային հարթակներում այդպես է ներկայացնում։ Ասեմ դեզի, միայն ազերիական լրատվական միջոցներն են, որ հաղորդումներ են տալի դատավարության ընթացքից, դատավարության մեջ արձակված հարցերից, մեղադրանքներից, ինչպես նաև մեր ընկերների, մեր հայրենակիցների պաշտպանական ելույթներից, ճառերից, հարցումներից մենք ամբողջական տեղեկություններ չունենք դժբախտաբար։ Եվ դա նաև մեր ձեռը որպես զենք, որ ինչպես են պաշտպանում իրանք կամ մենք ինչպես կնախընտրենք, որ պաշտպանեն իրանք, սահմանափակումներ են մտցում միջազգային ատյաններում հարցարծելու համար։ Խոսում ենք նաև արցախցիների մեծ վերադարձի մասին, համահավաք վերադարձի, օտար այսպես երաշխիքների ներքո, օտար պետությունների ապահովության երաշխիքների ներքո վերադարձի մասին, պիտի սակայն շրջահայաց լինենք այն իմաստով, որ այսօր լուրջ վտանգ կա, որ մենք արցախայության, որ այդպես համահավաք դուրս եկավ Արցախից, նաև համահավաք վերադարձ կարողանանք կազմակերպել այն իմաստով, որ արցախցիներն այսօր համահավաք չեն։ Մի մասը Հայաստանում է, մի մասը այլ երկրներ գնացին։ Ինչ է տիրում այս այո, ուրեմն ընդհանրապես այդպես ասեմ, արցախցի մեր հիմնական նպատակներից մեկը պիտի լինի։ Հիմա ինչ որ կա, ինչ որ մնացել է Հայաստանում Արցախի իշխանություններից հենց այդ նպատակով եւ գաղափարով է, որ արցախցիներին հավաքական պահել, վերադարձի հարցը միշտ միջազգային եւ մեր օրակարգում պահել, հավաքական վերադարձի հարցը կարևոր նշում է դա, որ հավաքական լինի այդ վերադարձը, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում մենք կարողանանք ապահովել մեր հայրենակիցների կարիքները, կենցաղը, սկսած բնակարանային, սոցիալական, աշխատանքային հարցեր։ Այստեղ նաև էլի խոչընդոտ էլի նորից նույն պատմությունն է, այսինքն այսօրվա կառավարության, այսօրվա իշխանությունների ուրեմն ձախողած, միտումնավոր եւ թողեք բացահայտ ասել, որ Ադրբեջանամետ քաղաքականությունն է,
որը պատճառ է դարձնում, թե այդ ձայնը լռեցվի, վերադարձի հարցը լռեցվի, որտեղ իրանք անգամներ ասում են վերադարձի օրակարգ չունեն։ Եվ թե այդ ժողովրդի, այդ հանրության, արցախահայության ուրեմն հարցերը չլուծվի եւ բավականին մեծ թվով, մոտավորապես 20%-ի չափով արդեն արտագաղթի պատկեր ունենք։ Եվ ուր են գնում։ Հիմնականում մեծ մասը, մոտավորապես 80%, 90% դեպի Ռուսաստան, մնացածը Եվրոպա, Ամերիկա, բայց այդ ուղղություններն են գնում։ Ուզում շեշտել, մենք Արցախի իշխանությունները որևէ հազար ու մի ձևով փորձել է ներկա Հայաստանի իշխանությունների հետ ուրեմն կապի մեջ մտնել, իր առաջարկներ ներկայացնել, թե բնակարանային, թե սոցիալական եւ թե ընդհանրապես կենցաղային հարցերի կապակցությամբ, մշակութային, հավաքականությունը պահելու, սովորություններն ու ավանդույթները ավելի հարազատ շրջանակում կազմակերպելու համար հասարակական կազմակերպություններ, պետական շրջանակներ բոլոր մերժվում են։ Բոլորը մերժվում են Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը նաև որ այդպես ասած ճապաղվի հարցը, ինչպես ջուրը լեցվում է հողի վրա ծծվի մեջտեղից գնա եւ այդպես հարց այլևս չլինի։ Իմ համար դա ընդունելի չի, մեր համար ընդհանրապես Արցախցու համար չի կարող դա ընդունելի դառնալ, քանի որ հենց ինքը դա այդ հարցի արձարծումը, վերադարձի հարցարծումը նաև Հայաստանի անվտանգության հարցերի շարքում պիտի լինի։ Երբ որ այսօր Ալիևը ասում է, որ ադրբեջանցիները պիտի վերադառնան Հայաստան, տարիներ այդտեղ ապրած իրենց բնակավայրերը, շատ հանգիստ կարելի է դա փոխարինել, ասել այո, պիտի վերադառնան, մենք էլ հարց չունենք, բայց նախքան ադրբեջանցիների վերադարձի հարցը արձարծելուց առաջերտին այս արցախցիների Արցախի հարցը բնակեցման հարցը λուծվի, հետո նոր խոսենք Բաքվի հայերի վերադարձի, չգիտեմ ազերիների մասիս վերադարձի մասին, եթե մասում ազերիներ եղել են։ Այսինքն կարելի է բոլորովին այդ հարցը կանխել այս հռետորաբանությամբ, այս մոտեցումով, բայց դժբախտաբար Հայաստանի իշխանությունները արդեն ես կարող եմ ասել, եթե առաջ համոզում էի, որ կարող էի պես մտածել, որ ինչ որ չգիտության, թեր գիտության, ոչ համապատասխան փորձառությամբ են սրանք անում, արդեն հիմա կարող եմ վստահ ասել, որ միտումնավոր են անում։ Հայաստանի իշխանությունները, ներկա իշխանությունները, ԿՊԱ-ականները եւ Ալիևը, հատկապես Փաշինյան Ալիև, իրար հետ պասերով են խաղում, իրար ավելի շատ օգնում է, փաստաբանն է դառնում Ալիևի արտահայտությունների վարչապետը, քան թե Հայաստանի շահերը պաշտպանել։ Հա, մենք խոսում ենք, որ այդպիսի մի հարց կոնկրետ արցախցիների վերադարձի հարցը դնեն, ասենք ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման հարցի դեմ, փոխարենը Հայաստանի իշխանությունները պատրաստ են նոր անկլավներ, նոր տարածքներ զիջել, միայն թե խաղաղություն լինի, միայն թե ցորեն գա Ադրբեջանով։ Թողեք նկատառում անեմ նաև ոչ թե արցախցիների հարցը, Արցախի վերադարձի հարցը ադրբեջանցիների վերադարձի համար։ Նախ եւ առաջ արցախցիների վերադարձը, հետո փոխադարձաբար։ Այսինքն ադրբեջանցիների վերադարձը այլ բնակավայրերում եւ Հայաստանում բնակվող ժամանակին 90-ական թվականներին Բաքվից, Սումգայիթից, չգիտեմ, Շամխորից եկած հայության վերադարձը դնում, որ հաստատ ադրբեջան իշխանությունները չեն համակերպի կամ չեն։ Չգիտեմ, կարող է պատահի լավ բանակցող լինի համակերպեն, բայց այս սրանք չեն կարողանում բանակցել նաև հետո։ Պարոն Ղուլուզյան, եւ խոսեցինք մենք իհարկե արցախցիների Հայաստանում ինտեգրման գոնե պայմաններ ստեղծելու շուրջ, այդ ձեր դիտարկումները, ձեր հանդիպումները արցախահայության հետ այստեղ ինչ են ցույց տալիս, ինչ վիճակում են մարդիկ, ինչ խնդիրներ ունեն,
Գուցե մի քիչ էլ այս մասին բարձրացնենք։ 3 հիմնական հարցեր գոյություն ունեն, մեկը բնակարանային հարցն է։ Մեկը բնակարանային հարց ասեմ բոլորին ձախողված է այն ծրագիր, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են տներ ենք սարքել եւ այո, հիմա տներն չեն սարքել, սերտիֆիկատ են տալի, որը կարողանան իրանք տներ գնելու։ Տարբեր գոտիների է բաժանված 3 միլիոնից մինչև 5 միլիոն բանկային, այսինքն սերտիֆիկատ են տալի, որ կարողանան տուն գնել։ Մինչ հիմա շուրջ 1000-1200 ընտանիք է օգտվել այդ բանից, 25000, արդեն 2 տարին լրացավ։ Եւ 2 տարվա ընթացքում միայն այդ տոկոս, այսինքն մոտավորապես հիմա 4-ի բանան ենք, մոտավորապես 5%-ն են կարողացել այդ ձեռք բերել 25000 ընտանիքից։ Աշխատանքի հարցը կա, գոյություն ունի։ Այդ աշխատանքի հարցը մի քիչ ավելի բարդացված ձևով հետեւյալն է, մեծ մասը Արցախի բնակչության գյուղերի բնակչություն են եղել։ Գյուղերում ունեցեն իրենց տրակտորը, ունեցեն իրենց գոմը, ունեցեն իրենց գյուղական բնակչության։ Այո, հիմա եկել են քաղաք կամ քաղաքում, որտեղ երեխաները ուսանող են կամ չգիտեմ դպրոցի հարց ունեն, ունեն, իսկապես թե պատրաստման հարց ունեն աշխատանքի եւ թե վերջապես այդ մարդը լրիվ իր կյանքը այդ մասնագիտությամբ է զբաղվել։ Այդ ասպարեզն է, այդ դժվարությունը գոյություն ունի։ Եվ երրորդն է սոցիալական հարցերն են, այսինքն կան մարդիկ, որ իրանց տուն տեղը ունեցել են, ինչ որ չափով կարողացել են հիմա 100,000, 200,000-ով եկամուտով ընտանիքը կարողանալ պահել, բայց հիմա պիտի վարձի հարց լուծի, չգիտեմ, երեխաների ուսման հարց լուծի, վերջապես տան ուտելիքի, կենցաղային հարցեր, լույս, ջուր եւ այլն։ Այսինքն իսկապես շատ դժվար է հիմա այս 3 հարցերը դասավորել եւ այդ իրավիճակը է։ Դրա համար մարդիկ պարտավոր են լինում արտագաղթելու, Ռուսաստան գնալու աշխատանքի համար եւ համեմատաբար ձեզի ասեմ, որ կարողանում են մարդիկ հաջողել այնտեղ, իհարկե վերադարձել նաեւ կան, որ չհաջողված են, բայց համեմատաբար գներին, համեմատաբար կենցաղային բաներին, այստեղ այդ պայմանները շատ ավելի բարդ է։ Եվ իհարկե այսպիսի մի իրավիճակ կա Հայաստանում, այսօր Հայաստանում կարելի է ասել հալածվում են ազգային ուժերը, այն ուժերը, որոնք թերևս այդպես եմ ես պատկերացնում, նրանք պիտի կանգնեն նաև արցախցիների, նաև Արցախի հարցի թիկունքին եւ փորձեն այդ հարցը իսկապես դարձնել քննարկելի եւ ի վերջո վերադարձի հաս լուծեն, բայց այդ ուժերը այսօր գտնվում են մի տեսակ հալածանքի մեջ հենց այն բանի համար, որ ազգային մտածողությամբ են, ազգային ուղղություն ունեն, ընդհանուր կան մեղադրանքներ, որ այդ ուժերը ինչ որ ծառայում են այլ պետությունների եւ այլն եւ այլն։ Ինչ է կարծում, այստեղ պարզություն մտցնելու համար նաև արցախցիները չունեն ինչ որ բան անելու, նաև արցախցիները չունեն բարձրաձայնելու, այդ ուժերի կողքին կանգնելու կամ չգիտեմ, ինչ որ ձևով աջակցելու։ Այսպես ասեմ, Արցախը մեր դաշնակցության, որպես դաշնակցության գերմանական գոյների ներկայացուցիչ պիտի ասեմ նաև սա, որ դաշնակցության գաղափարախոսությունը, ազգային ազատագրական պայքարը, որը եղել է դեռ նախանցյալ դարի 80-ական թվականներից, որի արդյունքում մենք ունեցել ենք անկախ Հայաստան 1918 թվականին, որի արդյունքում հենց նույնի շարունակությունը եղել է հիմակվա Հայաստանը, իր հռչակագրի կետերով, ինչերով, դա դաշնակցության գաղափարախոսության արտացոլումն է եղել։ Ինչքան էլ ուզում են ասեն դաշնակցությունը անկախության դեմ է ելել կամ ինչ, միայն դաշնակցությունն է, որ անկախությունը հիմնադրել է 1918 թվականին, դաշնակցական կառավարություն է եղել եւ գործիչները բոլորը դաշնակցական են եղել,
Նրանից հետո հիմակվա գաղափարախոսությունը, հիմակվա Հայաստանի գաղափարության հիմնադրման անկախության այն գաղափարները, որ մտել են հռչակագրի մեջ, դաշնակցության գաղափարներն են։ Իսկ Արցախը եղել է դաշնակցության ազգային ազատագրական պայքարի հողի վրա կենթանի էություն։ Այսինքն մենք Արցախով փաստել ենք, որ այո, մեր ուզածը դաշնակցության ծրագրի մեջ ներառած ազատ անկախ միացյալ Հայաստանը իրագործելի է։ Իրագործելի է, որտեղ ունեցենք 30 տարի Արցախ, հիմներենք մի պետություն, կարողացենք այդ պետությունը զարգացնել։ Եվ դրանք իրողություն են մեր պատմության մեջ, դրանք չի կարելի մի օրում անտեսել։ Չի կարելի ասել, որ այն Արցախում են երեխան չի մեծացել, մանկապարտեզ չի գնացել, չի ծնվել։ Եղել են դրանք բոլորը։ Եղել է այն, որ օրինակի համար մարդիկ այգիներ են հիմնել, հայրենիք են կերտել վերջապես։ Եվ դրանք ուրանալը քաղաքական նպատակներով, քաղաքական շահարկումների առիթով, դրանք ուրանալը այլ բան չի, բացի քաղաքական անբարոյականություն։ Դրանք անբարոյական մոտեցումներ են, որը ազգային մտածելակերպով, ազգային մղումներով քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների, քաղաքական ուղղվածություն ունեցող համախմբումների դեմ տարվում է։ Դժբախտաբար այդպես է հիմա իրականությունը մեր քաղաքական ասպարեզում, բայց դա վստահ եմ, որ անցողիկ բան է, որտեղ ժողովրդի մեջ կա պիտի լինի, եթե ուզում ես երկիր գոյություն ունենա։ Վերջապես ոչ թե մենակ հացի հարց, այլ երկիր պաշտպանելու հարց։ Այո, երկրի պաշտպանելու համար պատերազմ էլ կարող է լինել։ Ոչ թե միայն խաղաղություն։ Խաղաղության ժամանակ այո, երկիր կարող է զարգանալ, բայց եթե թշնամին քո երկիրն է ներխուժում, այլ ելք չունես։ Զինվորը այսօր որ գնում է զինվորություն, երդվում է։ Երդվում է, որ իր կյանքը տա հայրենիքի համար։ Դա է ավելի արժեքը, քան այն հացը, որ եղավ, չեղավ, չոր հաց եղավ, կարելի է ապրել, բայց առանց հայրենիքի, բարձրագույնը չտալով, ամենաթանկարժեքը չտալով հայրենիքի համար, դա արդեն կյանքի իմաստը դառնում է ոչինչ։ Հիմնական այդ գաղափարն է, այդ գաղափարը ժողովրդի մեջ գոյություն ունի, ես հավատացած եմ։ Փաստ եմ, որ ես չեմ ասի 44-օրյա պատերազմին, որովհետև այդ անկազմակերպվածությունը կառավարելու ունակությունից զուրկ կառավարման համակարգը չկարողացավ ճիշտ ձևով այդ մարդկանց եռանդը, մարդկանց նվիրվածությունը իսպաստ դնել հայրենիքին, բայց ես աչքովս տեսա նաև 16 թվականի քարոզիա պատերազմին, ինչպես էին երիտասարդները գալի, տարեցներ, բաներ, բայց նվիրումով։ Դա իրականություն է, դա չի կարելի անտեսել։ Արցախի հայաթափման առաջին օրերին, երբ արդեն Հայաստանում էր ժողովուրդը, երբ Հայաստանում էին Արցախի իշխանությունները, երբ Հայաստանում էին պետական կառույցների ներկայացուցիչները, այդ ժամանակ շատ ուրեմն սրությամբ դրվեց այդ կառույցներն ու իշխանական այդ շրջանակները Արցախի պահպանելու հարցը շատ սրությամբ դրվեց եւ շատ ցավոտ էր ընդունվում, երբ որևէ տեղից ասում են, որ չկա դրա անհրաժեշտությունը եւ այլն եւ այլն։ Ինչ վիճակում են այսօր այդ կառույցները, նրանց աշխատանքները, եթե իհարկե շփումներ կան։ Իհարկե, միշտ շփումներ կան, խորհրդարան աշխատում է, կառավարությունը ինչքան որ պետք է, այսինքն այն բաներով, որ կարողանում ենք օժանդակել մեր հայրենագիցներին աշխատում է։ Վերջերս նաև նախաձեռնություն է իրականացում ժողովրդի տարբեր հոգսերը, հարցերը։ Այդ հարցերով դիմում են։ Այո, դիմում են եւ 3 ուղղություններով նաև, այսինքն ներկայացնում պատասխանում են արցախցիների հարցերին, քաղաքացիության հարցով, սոցիալական հարցերով եւ իրավական հարցերով, բավականին բարդ իրավիճակ է նաև այդ ասպարեզը, ասեմ, որ այդ էլ չի կարողացել կառավարությունը կամ ներկայ իշխանությունները այդ հարցերն էլ լուծեն։
ծննդականից բռնած մինչև վկայական, չեմ ան 1000 միլիոն վկայական մինչև անձնագիր քաղաքացիության աշխատանքային ստաժ լիք այդպես հարցեր գոյություն ունեն, բազմակողմանի հարցեր գոյություն ունեն, որը հիմա բացի այն որ այս գրասենյակ, այն գրասենյակ, այս կառավարության շենք, այն մյուս հաստատություն դիմելու վազեվազի հարց կա, նաև կա նյութական հարցեր, այսինքն մի հատ օրինակի արտադարանով կամ չգիտեմ ինչ կարգով պիտի ստանալ ծննդական, որը թողել է այնտեղ բռնի տեղահանման պատճառով դրա համար պիտի փող վճարվի, այսինչ վկայանեկանի համար պիտի փող վճարվի, այդ ինչի համար պիտի, այսինքն դրանք ամենը հարցեր են այսօր։ Ինչքան որ փորձում ենք նաև այդ հարցերը դասավորել քաղաքացիների դիմումներին ուրեմն բավարարություն տալ եւ ուղղություն ցույց տալ, օժանդակել եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Ինչպես նաև արտաքին հարաբերությունների առումով էլ, ինչպես գիտեք, ուրեմն Արցախի խորհրդարանը մի հատ հանձնախումբ էր կյանքի կոչել հենց գալու առաջին ամիսներին, որը Արցախի հարցը միջազգային հարթակներում արծարծելու ուղղությամբ վերջերս այդ հանձնախումբը այստեղ նիստ ունեցավ, նաև հանդիպում ունեցավ Արցախի պատգամավորների եւ ֆրակցիաների ներկայացուցիչների հետ, բացատրվեց ինչ աշխատանքներ է տարվում, ինչ ուղղությամբ են աշխատում, բավարարված են, բոլորն էլ բավարարված են այդ աշխատանքներին, հատկապես Հայդատի գրասենյակների աշխատանքներին եւ պարբերաբար զեկույցներ է տրվում եւ Արցախի խորհրդարանի պատգամավորներին եւ նաեւ խորհուրդներ կամ ուրեմն մոտեցումների նույնացում է կատարվում։ Շնորհակալ եմ այդ հարցերից համար։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։